Վլադիմիր Պուտինի օգնական Մեդինսկու Դոնբասը Ղարաբաղի հետ համեմատությունը վրդովմունքի բռնկման հերթական առիթն էր։ Մեդինսկին, որն օրեցօր առաջ է մղվում Պուտինի հավանական քաղաքական ժառանգորդների շարքում, պարզապես հասկացնում էր, որ Ռուսաստանը չի ցանկանում սառեցնել հակամարտությունը, այլ ուզում է այսօր և մեկընդմիշտ լուծել այն։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը լկտիաբար ստել էր, թե իբր Ադրբեջանը երբեք ագրեսիվ պատերազմ չի վարել, իսկ 2020 և 2023 թվականներին Ղարաբաղի վրա հարձակումներն այսպես կոչված իբր հակաահաբեկչական միջոցառումներ էին։ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանի դիտարկմամբ, մինչ այդ էլ տարածաշրջանում Ադրբեջանն իր քաղաքականությամբ ոչ միայն մշտապես թիրախավորում էր Հայաստանը, այլ նաև պարբերաբար ոտնահարում և արհամարհում էր Ռուսաստանի շահերը։ Ադրբեջանի իշխանությունները, որոնք ցույց են տալիս, որ նրանց ընդհանրապես հետաքրքիր չէ այս պայման Ռուսաստանի կամ այլ երկրի մոտեցումները իրենց հետ կապված հարցերում, բոլորի հայտարարությունը պետք է համապատասխանեն Բաքվի մոտեցումին, կամ այսպիսի կոշտ արձագանք եղավ։ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները լարվել էին դեռ անցած տարեվերջին ադրբեջանական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի կործանումից հետո, երբ Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ղազախստանի տարածքում։ Ինքնաթիռը վթարից առաջ անցել էր Ռուսաստանի օդային տարածքի այն հատվածով, որտեղ ռուսական հակաօդայինները հետ էին մղում ուկրաինական անօդաչուների հարձակումը և ըստ երևույթին վնասվել էր դրոնի բեկորից։ Ավիաաղետը Իլհամ Ալիևը դարձրել էր գրեթե թշնամական հայտարարությունների առիթ, պահանջել էր հետաքննություն և մեղավորների պատժում, դրամական փոխհատուցում, պաշտոնական ներողություն։ Մոսկվան գլուխն ազատեց քաղաքի ինչ-որ անկյունում Հեյդար Ալիևի կիսանդրիի կանգնեցմամբ։ Բաքվում վստահ են, որ Ռուսաստանը չի կարող նախկինի պես Հայաստանին օգտագործել որպես հենարան տարածաշրջանում, իսկ հաշվի առնելով, որ շատ ավելի փոքր է տնտեսական կախվածությունը Ադրբեջանի Ռուսաստանից, քան օրինակ Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, գտնում են, որ որևէ լուրջ լծակ չունի Մոսկվան այս պայն ազդելու Ադրբեջանի վրա։ Սակայն Բաքուն կրկին առիթը բաց չի թողնում հակառուսական հերթական դեմարշի համար։ Վերլուծաբանի խոսքով Ադրբեջանը պարզապես օգտվում է առիթից, որ Ռուսաստանն Ուկրաինայում զբաղված է ծանր պատերազմով և ռազմավարական դիմակայության մեջ է Արևմուտքի հետ։ Ադրբեջանն էլ համարում է, որ կարող է ստեղծել մի նոր իրականություն տարածաշրջանում, որի հետ Մոսկվան պետք է համակերպվի։ Փաստացի Ադրբեջանը փորձում է պարտադրել թե Ռուսաստանին, թե Արևմուտքին ճանաչել Ադրբեջանի գերակայությունը Հարավային Կովկասում, Ադրբեջան-Թուրքիա, այսպես կասեմ, այս տանդեմի։ Դա այսպես հստակ քաղաքականություն է վարվում թե Մոսկվայի, թե Արևմուտքի հետ։ Ադրբեջանի ոչ միայն արտաքին քաղաքականությունն է հակառուսական տրամադրվածությամբ շեշտում է փորձագետը, այլև ներքին։ Այսպես Բաքուն կտրուկ սահմանափակել է ռուսական լրատվամիջոցների գործունեությունը, փակել է ռուսական տունը Բաքվում։ Վերջին օրերին էլ ձերբակալվել են պրոռուսական ակտիվիստներ, որոնց մեղադրում են լրտեսության ու դավաճանության մեջ։ Ադրբեջանը փորձում է պարտադրել թե Ռուսաստանին, թե Արևմուտքին ճանաչել Ադրբեջանի գերակայությունը Հարավային Կովկասում, Ադրբեջան-Թուրքիա, այսպես կասեմ, այս տանդեմի։ Վերլուծաբանը նկատում է, եվրոպական երկրների քաղաքական վերնախավի համար հակառուսականությունն իրենց քաղաքական օրակարգի համար մեկ խնդիրն է։ Երեք շատ լրատվամիջոցներ տվեցին, եթե չեմ սխալվում, ՆԱՏՕ-ի ղեկավարի խոսքերը, որ եթե Ուկրաինայում պատերազմը շուտ ավարտվի, ապա դա կարող է խնդիրներ ստեղծել ՆԱՏՕ-ի համար։ Փաստացի տեսնում ենք, որ խոսում է դրա մասին, որ նույնիսկ ուկրաինական կոնֆլիկտը դիտարկվում է ոչ թե փորձ օգնել Ուկրաինային Ռուսաստանի դեմ, այլ միջոց պատերազմելու Ռուսաստանի դեմ։ Ըստ փորձագետի, նման քաղաքականությունը բերելու է վերազինվելու, պատերազմի պատրաստվելու Ռուսաստանի դեմ։ Վերլուծաբանը հույս ունի, որ բանը դրան չի հասնի։ Ռուսաստանը ստիպված է իրեն զուսպ պահել նաև Հայաստանի հետ հարաբերություններում, և միայն Ուկրաինայում պատերազմն ավարտելուց հետո կարող է անցնել ակտիվ գործողությունների մեր տարածաշրջանում։ Մոսկվան զուսպ է արձագանքում նաև Բաքվին, սակայն ուշադիր հետևում է հակառուսական տրամադրությունների խորացմանը Բաքվում և ոչ միայն, և անում հետևություններ։ Նարնե Ղուկասյան, Reopen Media։